Պարոն Ղուկասյան, եթե ավելացնելու բան ունեք։ Իրականությունը այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեց միջազգային հանրությունում պատկերացում, որ ոչ մի ուժով գրաված տարածքը չի կարող ճանաչվել օրինական։ Եվ ՄԱԿ-ի կանոնադրությունը այդ գաղափարի վրա է հենված, որ ուժով տարածքների գրավելը դա ճանապարհ չի պետության սահմաններ, պետության տարածքներ ձևավորելու համար։ Բնականաբար գերտերությունները, որոնք որ հիմնադրում էին ՄԱԿ-ը, ի նկատի ունեին, որ անհրաժեշտ է հրաժարվել այն բոլոր հանգամանքներից, որոնք որ մինչև այդ պատմական ընկած շրջաններում բերում էին պատերազմների։ Որպեսզի իրավական հիմքեր ստեղծել նոր տարածքային ձեռքբերումների պատերազմի ճանապարհով, իհարկե անհրաժեշտ է ոչնչացնել ՄԱԿ-ի ինստիտուտը եւ ճանապարհը դա միանալ այն բոլոր process-ներին, որոնք որ ուղղված են դրան քանդելու, նկատի ունենալով, որ իհարկե մոլորակը եւ մարդկությունը մտնելու է այն մի նոր հարաբերությունների փուլ, երբ որ եւ ուժով տարածքների գրավելը հետ վերադառնան այն տարիները, երբ դա համարվի օրինական եւ առհասարակ միջազգային հարաբերությունները այդ դեպքում եւ ներքին հարաբերությունները պետություններում միայն ուժի վրա կլինեն հիմնված, այսինքն ով ուժեղ է, նա էլ ճիշտ է, նա էլ օրենքն է։ Ինչ որտեղ դա համապատասխանում է եւ մեր գոյություն ունեցող կարգախոսին, որ ուժը ծնում է իրավունք։ Այդ կարգախոսը արդիական է այսօր մեր հասարակությունում եւ մեզ մոտ չի ձևավորված ոչ օրինական պետություն, ոչ քաղաքացիական հասարակություն, հենց այդ պատճառով։ Այդ բան ասեցիք, բռնի ուժով գրաված տարածքներ, բայց կա ավելի այսօր կարծես թե ավելի մեծ ուժ, որի հետ չի կարող հաշվի չնստել նույն ՄԱԿ-ը, այսինքն եթե նկատի ունենանք թեկուզ ռուսական ներկայությունը որքան մեծ է Հայաստանում, տնտեսական ներկայությունը եւ այլն, եւ եթե հանկարծ Ռուսաստանը որոշի ադրբեջանամետ գործողություններ ձեռնարկել, արդյոք չի նշանակում, որ մենք ակամայից այսպես թե այնպես խոստովանելու ենք մեր ուժերի տկարությունը, այսինքն այն ոլորտները, որ այլևս մեր ձեռքում չէ, դրանք հենց այն պատվարը հենարանը կլինեն Ռուսաստանի համար հրամցնելու Ադրբեջանին։ Մենք մեր գրպանում միշտ ունենք պահած մի կարգախոս, Ռուսաստանը մեր փրկիչն է։ Պատմական ինչ որ տարբեր փուլերում այդ կարգախոսը հանվում է, Ռուսաստանը մեր մեծ եղբայրը եկավ մեզ փրկեց թուրքերից եւ այլն։ Այն վերլուծությունը, որ Ռուսաստանն է պատճառը մեր այս կորուստների։ Իհարկե մեր այս պետականության տկարության ավարտը եւ հանգուցալուծումը դա Ռուսաստանին միանալն է, ինչի մասին Ժիրինովսկին եւ վերջերս ազդանշեց, ասելով ըստ էության հետեւյալ բանը. բոլոր անկարող պետականությունները վաղ թե ուշ միանալու են Ռուսաստանին։ Դա ակնհայտ է։ Կիրգիզիան, Տաջիկստանը, Հայաստանը, Ադրբեջանը, այսինքն այն Մոլդովան, այն պետությունները, որոնք որ ունակ չեն իրենց ազգային շահերը պաշտպանել, իրենց երկրում իրենց բնակչության իրավունքները, մարդու իրավունքները իրականացնել, սպասարկել եւ զարգացում ապահովել, վաղ թե ուշ իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, անկարողությունը ակնհայտ է դառնալու, իսկ բնության մեջ առհասարակ որևէ մի երևույթ, որը որ ֆիկտիվ է, ֆունկցիոնալ չի, ինքը մեռնում է։ Դա էվոլյուցիայի խնդիր է, դա մեր կամքից դուրս է։ Բնությունն է այնպես կազմակերպված եւ բնականա սուտ եւ կեղծ ֆունկցիոնալ նշանակություն չունեցող ինստիտուտները թե պետության ներսում, թե որպես պետություն աշխարհում մոլորակի վրա ունեն տենդենս քանդվելու, միավորվելու ինչ որ այլ ավելի մեծ, ավելի կայուն ապրող ուժեղ համակարգերին։ Եվ այդ իմաստով բնականաբար մեր, ոնց որ ասած, ինչն է դրված կոնի վրա, էլի, մեր կորուստը, մեր պարտությունը դա հետ միանալն է Ռուսաստանին այն դեպքում, երբ որ մենք եթե հայտնվենք այնպիսի իրադրության մեջ, որ մեր ազգային կառավարումը էֆեկտիվ չենք օգտագործել մեր երկրի ուժեղացման, մեր պոտենցիալի զարգացման եւ մեր ժողովրդին միջազգային ժողովուրդների դասակարգում ինչ որ դրան համաչափ եւ հասնող դիրքի ստեղծման համար։ Այսինքն ամենավատ բանը, որ կարող է սա է ինչ են խաղարկում, ամենավատ բանը դա Ռուսաստանին միանալն է։ Կարող լինել։ Ասենք պատմության թատերաբեմից դուրս շպրտվել է։ Վատը լինել, որովհետեւ ըստ մի ուրիշ խնդիր կա, ամբողջ հարցն այն է, որ ասված այդ ոչ էֆեկտիվ կառույցների մասին ասվածը վերաբերում է նաև Ռուսաստանին, այսինքն կարող է պատահի մեզնից առաջ Ռուսաստանն էլ չլինի, որ մենք դրա կամիանա ինչ որ ես վերադառնամ
կենտրոնանամ այն մտքին, որ համաձայն եմ ընդհանուր առմամբ, որ հետ պատերազմյան այդ շրջանում երկրորդ աշխարհամարտը նկատի ունեմ, այդ ուժի միջոցով տարածքային խնդիրները լուծելը իսկապես կարծես թե դարել մոդայից դուրս է եկել, այլևս ասենք դա չկա, բայց այստեղ մի բացառություն կա։ Ամբողջ հարցն այն է, որ այդ բացառություններն էլ հենց մեր կողքն են, մեկը Արցախն է, մեկը ասենք Օսեթիան է կամ Աբխազիան, նման բացառություններ մի քանի հատ կան, ինչով են դրանք պայմանավորված։ Ամբողջ հարցն է, որ տվյալ դեպքում ուժով հարց լուծողը նրանք չէին, ովքեր արդյունքում տարածքի տեր դարձան։ Այսինքն ուժով հարց լուծողը Ադրբեջանն էր, եւ նա տարածքներ կորցրեց որպես ուժ կիրառելու պատիժ։ Սուր բացրացնողը սրով կընկնի Վրաստանն էր եւ նա տարածքներ, եթե Ռուսաստանը հարձակվեր Վրաստանի վրա եւ Աբխազիան գրավեր, այդ դեպքում դա ասված օրենքի համաձայն կլիներ մի անհեթեթություն, դատապարտելի, պատժելի։ Այսօր էլ հիմա օրինակ վերջին պատերազմի հետ կապված այդպիսի մեկնաբանություններ Ռուսաստանի եւ ասենք Օսեթիայի, Աբխազիայի հասցեին արվում են որպես Վրաստանի դեմ ագրեսիա կիրառած երկրներ, բայց տեսնում ենք, որ դա շատ թույլ ձևով են արվում, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում։ Նմանապես, եթե Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, նա պարտավոր է պատժվել տարածքային կորուստներով։ Առավել ևս, որ խոսքը գնում է հայկական տարածքների մասին ամեն դեպքում։ Պարտավոր է թե դատապարտված է։ Մենք պարտավոր ենք նրան պատժել եւ համոզված եմ, որ դատապարտված է։ Պարտավոր ենք նրան դատապարտել։ Բայց դա օրինական ձևակերպում երբեք չի ստանա, օրինակ ԱՄՆ-ն գրավեց Իրաքը, բայց չի միացրել Իրաքը որպես ԱՄՆ-ի տարածք, այսինքն դու կարող ես գրավել եւ օկուպացնել որևէ տարածք, եթե դա բխում է քո անվտանգությունից կամ մյուս ՄԱԿ-ի կանոնադրությունով նախատեսված պայմաններից, բայց չես կարող քո իշխանությունը եւ քո իրավասությունը բերել այդ տարածքի նկատմամբ, երբ որ կվերջանան այն հանգամանքները, որ քեզ դրթեցին այդ գործողությունը անել, դու պարտավոր ես դուրս գալ տեղից եւ տեղում թողնես այն ժողովրդին, այն բնակչությանը, որ ապրում է, ապրել իր օրենքին համապատասխան։ Ինչը եւ պատրաստվում է անել Միացյալ Նահանգները, կարծես թե։ Հա, եւ ինչը որ այսօր տիրող իրադրություն է, որը որ դոգմա չի, կարելի է դուրս գալ ՄԱԿ-ից, վերջո դա ազգային մեծամասնության որոշումն է, ով ասեց, որ մենք պիտի ՄԱԿ-ի անդամ լինենք։ Եթե մենք ունենք պահանջ լայնել մեր ապրելու տարածքը, մեր տարածքային, ոնց որ ասած, տիրույթը, ապա մենք պարզապես կարող ենք դուրս գալ այդ բոլոր միջազգային կառույցներից եւ վարել մեր համապատասխան ցանկության քաղաքականությունը։ Կարիք չկա, ՄԱԿ-ը չունի կարիք, որ Հայաստանը անպայման լինի իր անդամ պետություն։ Կարելի է նաև մնալ ՄԱԿ-ում եւ ստեղծել նախադեպ նրա համար եւ փոխել ՄԱԿ-ը։ Ինձ թվում է դուրս գալով նախադեպ կստեղծի, էլի։ Ասենք այդ տարբեր։ Դա արդեն հայկական մնալով դա ժուլիկության նախադեպ կլինի։ Արեստավար ֆոկուսների կամ բաների, էլի իմ կարծիքով ուժեղ է այն քաղաքականությունը, որը որ անկեղծ է։ Եթե ասում ես անկեղծ, ես գտնում եմ, որ սենց պիտի անեմ ու անում ես, քեզ հարգում է նույնիսկ եթե դու ստորություն ես անում։ Եվ այս վերջին միտքը շատ կարևոր է, որովհետև մեր պատերազմական հաջողություններին իրոք միջազգային հանրությունը, որ վերաբերվում է որպես շատ անկեղծորեն արված քայլ։ Մեր չզիջելուն նույնպես վերաբերվում են այդպես, որովհետև երբ որ ասում ես, որ զիջումը ինձ համար մահաբեր է, այս փաստարկը բոլորի կողմից ընդունվում է եւ անգամ եթե նույնիսկ ասենք նրանց շահերի չի բխում եւ պետք է փորձեն հակառակն անել, միևնույն է իրենց համար հարգելի փաստարկ է դա։ Միանշանակ այդպես է եւ ոչ մեկ 92 թվականին չէր արարքի, եթե Արցվաշենի գրավելուց հետո Հայաստանը պատերազմ հայտարարեր Ադրբեջանին։ Հայաստանի Գերագույն խորհուրդը ըստ երկրի ներքին օրենսդրության պարտավոր էր այդ պատերազմը հայտարարել, բայց իշխանությունները խուսափեցին իրենց պարտականությունները կատարելուց, սաբոտաժ արեցին եւ առ այսօր անում են այդ սաբոտաժը։ Տեսեք, պարզ հարց։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գտնվում է Լեռնային Ղարաբաղի բանակի պաշտպանության կազմում։ Ինչ է դա կարգավորում։ Օրենք ունենք, ինչ որ մի հատ հրամանագիր կա նախագահի կամ որևէ մի հատ իրավական կարգավիճակ որոշող մի փաստաթուղթ կա, պետության կողմից հրապարակային ընդունված որոշում չկա։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը կամավոր է գնացել եւ այսօր ծառայում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում եւ կամավոր է ենթարկվում այնտեղ օգտագործվող օրենսդրության
իրավունքներից օգտվում ենք գողի կարգավիճակով, որովհետև չենք ամրագրել մեր իրավունքները։ Մենք չունենք որևէ պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, չնայած որ արդեն 1 տարի մի հիմար իմ կարծիքով ախմախ որոշում ենք ընդունել, բայց լավ ընդունել ենք, գոնե կատարենք, չէ, որը որ թույլ է տալիս մեզ կնքել պայմանագրեր չճանաչված պետությունների հետ։ Այսինքն դրա տրամաբանությունը պիտի լիներ, որ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ըստ տրամաբանության այդ փոփոխությունների օրենքի պիտի կարգավորեր այս բոլոր հարցերը, մաքսային հարցերը, տնտեսական հարցերը, իրավական հարցերը եւ այլն։ Ոչ մի բան կարգավորված չի, ոչ մի հարաբերությունների էլեմենտ։ Ստեղ ես պետք է ասեմ փառք Աստծո, որովհետեւ դրանք չկարգավորված լինելը հենց 89 թվականի դեկտեմբերի 1-ի այսօր էլ շարունակաբար գործելու փաստն է հաստատում։ Եվ այն որ բանակ իսկապես 1 բանակ է, այլ ոչ թե 2 բանակ, այն որ մնացած բոլոր կառույցները նույնպես ֆինանսավորվում են, ղեկավարվում են Երևանից, սրանք փաստեր են, անառարկելի փաստեր, ամբողջ աշխարհին հայտնի փաստեր։ Մենակ չգիտես ինչի մի խումբ մարդիկ Երևանում եւ Ստեփանակերտում անհասկանալի վարքագիծ են դրսևորում, ուրիշ բան չկա։ Շատ էլ հասկանալի վարքագիծ, ինչի անհասկանալի։ Հայկական անդրադարձի տաղավարում քննարկում էինք Ղարաբաղյան հակամարտություն, հնարավոր են 5 խնդրի շուրջ նոր զարգացումներ թեման եւ թեմայի շրջանակներում զրուցում էի քաղաքագետ Արմեն Աղայանի եւ վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար։ Ներողեք։